Սիրելի Աստծո ժողովուրդ, սրտանց ասենք փառք Տիրոջը։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ Վանաձորում։ Ես շատ մտերիմ բարեկամներ ունեմ այստեղ, եղբայրներ ունեմ այստեղ, դուք բոլորն էլ իմ քույրերն եք, եղբայրներն եք, եւ այդ բոլորի համար ասենք փառք Տեր։ Ես առաջինը ճանաչել եմ Արմեն եղբորը, նա եկել է Եկատերինբուրգ, հետո Արտակ եղբայրն է մի դիպվածով եկել, Սամվել եղբայրն է եկել, այնպես որ ես ձեզ շատ պարտքեմ։ Ինչու համար եմ ասում պարտքեմ։ Ասեմ ինչու համար։ Ուրեմն մի անգամ երևի մի 15 տարի առաջ էր, նստած էինք դահլիճում, այդպես հայերով, ռուսներով, եւ քարոզում էր մի եղբայր Պերմից Վլադիմիր Մենշիկով, եւ քարոզելու ժամանակ այսպես նայեց, տեսա որ դահլիճում ինչ-որ այլազգիներ կան, հայեր կան, եւ իր քարոզը դադարեցրեց եւ ասեց, որ ես տեսնում եմ այստեղ հայերի, եւ ասեց. «Սիրելի մեր ռուս քույրեր, եղբայրներ, այս ժողովրդով Աստված օրհնել է ռուսական եկեղեցին։ Դրա համար նորից ասենք փառք Տեր, որտեւ սա Տիրոջ փառքն է, սա Տիրոջ փառքն է, սա մեր հետ կապ չունի, Աստված այո հայ եղբայրների, քույրերի միջոցով գործ աշխատանք է կատարում նաեւ այլ երկրներում եւ փառավորվում է մեր Տերը։ Ես ներկայանամ մի փոքր։ Ուրեմն ծնունդով ծնվել եմ Ջերմուտի հիվանդանոցում, Կեչուտ գյուղից եմ, կողքի գյուղից, այդտեղ այդ որ ասում են Կեչուտի ջրամբար, Արփասեվան թունել, այդտեղ եմ ծնվել, մանկավարժ եմ եղել, անկեղծ ասած պաշտոններում եմ աշխատել, 5 կոմունիստ եմ եղել, ռայկոմում եմ աշխատել, Ջերմուտի կոմսոմոլի քարտուղարն եմ եղել, ու հետաքրքիր է, երբ որ Աստված եկավ հանդիպեց ինձ, այդ ժամանակ էլ ինձ պաշտոն էին խոստացել քաղաքապետարանում, ես էլ էի ընտրվել այնտեղ, բայց Տերը հենց այդ ժամանակ այցելեց եւ բարձացա երրորդ հարկ, քաղաքապետի ուրեմն ընդունարանը, իր կաբինետը, մի սպիտակ թուղթ վերցրեցի եւ գրեցի, որ ես հրաժարվում եմ բոլոր պաշտոններից, որտեղ ամենամեծ պաշտոնը դա Աստծո որդի լինելու պաշտոնն է։ Փառք Տիրոջ սիրելիներ։ Հիմա դրա համար ամենամեծ պաշտոնն առել եմ, ուրախ եկել եմ, ձեր առաջ կանգնել եմ, սա էլ ինձ համար մեծ պատիվ է, սա պատիվ է։ Մարկոս եղբոր հետ մենք ծառայում ենք, ես Եկատերինբուրգում, այնտեղի եղբայրն եմ, Մարկոսն էլ Ծումեն քաղաքի եղբայրն է։ 330 կիլոմետր է տարածքը եւ շատ հայ եղբայրներ, հատկապես Վրեժ եղբայրն է շատ այցելել, շատ կոնֆերանսներ ենք արել, Սամվել եղբայրը, ասենք Գորնը այցելել են էլի եղբայրներ, Սասուն եղբայրն է շատ այցելել, հիմա էլ այցելելու, Գագիկ եղբայրն է շուտով գալու, հնարավոր է Արտակ եղբայրն էլ գա, հրավիրել ենք։ Վերջո այնտեղ էլ հայեր կան, դուք փառք տվեք Աստծուն, ես ձեզ լուրջ բան եմ ասում, որ այստեղ այսքան շատ եղբայրություն ունեք։ Ինչի համար եմ ասում։ Մի տարի ուրեմն երկու քույրիկներ, հայ քույրիկներ եկան մեր կողքի փոքր քաղաքներից մեկից, մեր եկեղեցի Եկատերինբուրգ, եւ նստեցին պաշտամունքի, հետո ինձ համոզեցին, ասին եղբայր ջան, այնտեղ լիքը քույրիկներ ենք հավաքվել, հիմա եղբայր չկա մեզ քարոզող, արի քարոզի։ Ես մեր եպիսկոպոսին խնդրեցի, բայց թույլ չտվեց, ասեց թող իրեն գան։ Հիմա չգիտեմ ինչ եղավ այդ քույրիկների հետ, բայց դրա համար ասում եմ, այնքան փառք տվեք Աստծուն, այնքան տեղեր կա որ եղբայրներ, այնքան պինդ պահեք ձեր եղբայրներին, ոչ թե ասենք քարկոծել, վատ բաներ, չգիտեմ, դատել, դատապարտել, այլ երկպատիվ պատիվը տվեք, որովհետև Աստված ձեզ օրհնել է եղբայրներով։ Փառք Տիրոջ սիրելիներ։ Եվ հիմա ասեմ, որ երբ որ գալիս էի, մոտավորապես արդեն մի ամիս, վաղը չեմ հիշում կլրանա, մեր ավակ եղբայրը, Վալերա եղբայրը, հայ քույրերը, եղբայրները եւ այսօր նաեւ իշքան հասկացա Եղիշի պապան ու մաման են, չէ՞։ Ուրեմն իրանք իմացան, որ այստեղ եմ, այդ ժամանակ մենք Վերաքրոջ տանն էինք, Սամվելի ուրեմն միջնորդությամբ Սամվել եղբայրն էր մեզ տարել, վերջ ամբողջ օրը այնտեղ ենք հասկացրել, միասին Աստծո խոսք ենք խոսել, հարազատները հավաքվել էին եւ այնտեղ
իմացան, որ Եկատերինբուրգից ստեղ ենք արդեն Վանաձորում, գրեցին անպայման, որ գնաք Տարոնիկ 2, հա, Տարոնիկ 2 տարածքը, դա մեր տարածքն է։ Կասեք, որ Եղիշն ու Անուշը շատ ջերմ բարևում են ձեզ։ Ուրեմն Եկատերինբուրգի ոչ ժողովուրդը բարևում է ձեզ, սիրելիներ, բարևներ ենք բերել։ Տերը օրհնի, լավ ժողովուրդ է, հատուկ ժողովուրդ է այստեղ հավաքվել, ես շատ եմ ուրախանում։ Հիմա ժողովուրդ ջան, դե ինձ մի քիչ ես ընդհանրապես սիրում եմ մի քիչ կարճ խոսել, այնտեղ որ մեզ պատրաստում էին, որ քարոստայինք, մի հատ Ժենյա Շեստակով ունենք, եպիսկոպոսա, իրավաբան է, ինքը սերտիֆիկատ է տալիս, վերջը մեզ սովորեցնում էր, որ միակ հայը երևի ես էի, որ այդտեղ նստում էի այդ դասերին, էլի կային հայեր, բայց չէին գալի դասի վերջը։ Ասում էր, որ գնում եք քարոզելու, կարճ քարոզեք, որ ձեզ էլի կանչեն։ Հիմի ժողովուրդ ջան, Արտակ աղբերն էլ թույլ տվեց այս մի քիչ խոսի, մի 20 րոպե համբերեք ինձ, ես խոսեմ, ուրեմն հետո կամաց անցնեմ մի փոքր թեմա կա, այդ թեմայի մասին խոսեմ, սիրելիներ։ Ուրեմն երբ որ նոր եկա հավատքի, նոր եմ, հետո նոր հավատքի ժողովուրդը մի քիչ շատախոս են, չէ՞ լինում, ում բռնում են, սկսում են, սենց Աստված սիրում է քեզ բան։ Ես էլ դրա նման մի հատ ուրեմն ծաղրանող անձնավորություն կար, անունը Լովա էր, մեր գյուղից էր, ուրեմն դրան որ բռնեցի, Լովա ջան, ինձանից էլ տարիքով է, սենց, ինքն էլ ինձ ծաղր արեց ժողովուրդ ջան, ձեռ առավ, ասեց ալելույա, ամեն, այսինքն սուսարանը ստի տեղդ։ Ես սուս արեցի, հասկացա, որ սես բան էլ ալնում, հələ չէի իմանում։ Հետո գնացի Եկատերինբուրգ, 6 տարի հետո վերադարձա։ 6 տարի հետո երբ որ վերադարձա, էլի աղբյուրի մոտ այնտեղ հուշարձան կար, հանդիպեցի այս ազնվորությանը, նորից մի քիչ արդեն լավ տոնով, լավ ձևով, որտեղ արդեն 6 տարվա հավատացյալ եմ, բանման եմ, էլի սկսել հասկանալ։ Հիմա երբ որ խոսեցի, վերջում հետ դառավ ինձ ասեց, ես եմ Աստված, ես լռեցի, ասի վերջ, եթե մարդը ասում է ես եմ Աստված, վերջացավ։ Ես հեռացա, գնացի, ուրեմն այս տարի եկել եմ, գնացել եմ Ջերմուկ ու դիպվածով իմ ուսուցչուհին եկել էր Հունաստանից, ասի գնամ հանդիպեմ։ Վերջը գնացի, որ հանդիպեմ, իրանք էլ բարեկամներ են։ Նա տանը չէր, ու մեկ էլ տեսնում եմ այս նույն ազնվորությունը, տեղաշորով շատ ծանր պարկած է։ Հետո ասեցին, որ արդեն տարիներ է այդպես ծանր հիվանդությամբ, արդեն մաշում է եւ այլ մահվան շունչն է փչում եւ դրա կինն էլ ընկեր Համբարձումյան արի, բան առաջարի, ես ոնց ա եղել եկել ես, փաստորեն Լովայի համար էր։ Հիմա ձեռը բռնեցրի, բարձացրեցի տեղաշորի մեջ, մի կերպ նստեց, հիշեցի ինձ ու ասեցի Լովա ջան, հիշում ես, որ տարիներ առաջ, մի 15 տարի առաջ, ես քեզ երբ որ Աստծո խոսք էի ասում, դու ասեցիր, որ ես եմ Աստված։ Ասի, բա որ դու ես Աստված, Լովա ջան, էս ի՞նչ է քո վիճակը։ Էս ինչ օրն ես ընկել։ Սկսեց, ես ձեզ ասում եմ, անենց աղի արցունքով, այն որ փոքր երեխան լաց ալնում, չէ, լաց էր ելնում ու ողբում էր։ Ասի, դե եթե հիմա զղջում ես, ուրեմն եթե համաձայն եք, կնոջն էլ ասեցի, գլխաշորը բերեց, աղոթենք, ներողություն խնդրի Աստծուց, որ նման արտահայտություն ես արել, հետո հոգիդ երբ կվեսնի, ինչ կանի, էդ էլ Աստված կինի։ Աղոթեցի ու դուրս եկա։ Եվ ես բոլորի համար զգուշանանք, սիրելիներ, որ նման արտահայտություններ երբեք չանենք, սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Հիմա ես ուզում եմ ասեմ, ես չգիտեմ, դահլիճում գիտեմ, Կիրակի օրը անպայման 2-ական ժողովուրդ է հավաքվում, դե բոլոր տեղերում էլ այդպես է։ Մենք եղանք տարբեր քաղաքներում, եղբայրները հրավիրեցին, Մարկոս եղբոր հետ միասին, Դիլիջան, Իջևան, Շամշադին, Վեդի, Մարտունի, Վայք, Եղեգնայի, տարբեր տեղեր, եկանք այստեղ, ուրախ ենք, որ այստեղ ենք, հետո էլ Արտակ աղբեջան, առաջ Աստված, ուրեմն հիմա էլ ախալքալակ պետք է գնանք, ինչ եմ ուզում ասեմ, ամեն տեղել տեսանք Աստծուն սիրող ժողովուրդներ, հետո ուշադրություն ենք դարձնում ամեն բաների, ես սովորում եմ ժողովուրդ ջան, ես եկել եմ Հայաստան սովորելու համար, իմ եղբոր տանն եմ մնում Երևանում, նրանից էլ եմ սովորում, աղոթքի մարդ է, ամաչում եմ, ասում եմ ժամը 5-ին 6-ին վերակենում,
հենց վերակենում անկողնից իրան գցում է ու ասում է հայր շնորհակալ եմ, ու սկսում է լաց լինելը, հայր շնորհակալ եմ, հետո գնում է ոտքով հասնում է Զեյթունի եկեղեցի բանալին իր մոտ է, դուռը բացում է, աղոթքա ժողովները կազմակերպում է, բոլորի համար աթոռներ է դնում, ամեն ինչ կազմակերպում գալիս է։ Ընկել եմ իր ջրերը, մի քանի օր ես եմ գնացել ու սովորել եմ նորմալ աղոթք անելը։ Ամեն բանի համար ասենք փառք ես Տեր։ Մենք աշակերտներ ենք, մենք պիտի սովորենք, մեզ մի բան չկարծենք ու չասենք, արդեն ամեն ինչ գիտենք եւ այլ, եւ հյուրասիրություն ենք սովորում։ Մարտունի ու հյուրասիրությունը տեսանք, ասենք մենք ուր է մեր հյուրասիրությունը, ուր է այս մարդկանց հյուրասիրությունը, որտեղ Աստված էտել է սովորեցնում հյուրասեր լինել, ուշադիր լինել, ամեն բանի մեջ ժողովուրդ ջան, տալու մեջ, հյուրասիրելու մեջ, տուն կանչելու մեջ, եւ ես հավատում եմ, որ Վանաձորը այդ բացառիկ ժողովուրդներից մեկն է, փառք Տիրոջը ժողովուրդ ջան։ Հիմա կամաց ասնեմ, հնարավորություն են տվել օգտագործեմ, մի հատ թեմայի մասին եմ ուզում խոսել, կարճ փորձեմ խոսել, ուրեմն ով կարող է լսել Հովվի ձայնը, ես այսպես եմ վերնագրել, ով է լսում իր Հովվի ձայնը, ով կարող է լսել։ Հիմա ես կխոսեմ, դուք նստած տեղը քննարկեք։ Ես իմիջիալոց առաջինը ինձ համար եմ քարոզում, հետո ձեզ համար։ Չլինի այնպես ձեզ սովորեցնում եմ, ես անպիտան գտնվեմ։ Ոչ էլ ես գիտեմ այստեղ կան այնպիսի աղբերներ, որ ավելի լուրջ բաներ են ասում, ավելի խորը բաներ են բացատրում ձեզ։ Բայց ես էլ մի փոքր ինչ որ առել եմ Աստծուց, ուզում եմ փոխանցել իմ սիրելի քույրերին եւ եղբայրներին։ Ես մի անգամից ասեմ, որ Աստծու ձայնը կամ իրանց Հովվի ձայնը կարող են լսել միայն առողջ ոչխարները։ Միայն առողջ ոչխարներն է, որ կարող են լսել Տիրոջ ձայնը։ Եվ հետո հարցադրում եմ տվել, ովքեր են, որ մոլորվում են։ Ինչու է ոչխարը մոլորվում։ Որտեղից է գալիս մոլորությունը։ Այս թեմայի մասին մի փոքր ես ուզում եմ կանգ առնենք եւ խոսեմ։ Եվ ինչու է կարեւոր լսել Հովվի ձայնը։ Մենք շեշտը դնելու ենք բառի վրա, ձայնը, լսել ձայնը։ Կարդում եմ Հովհաննեսի ավետարան 10-րդ գլխից, 2-րդ խոսքից, Հովհաննես ավետարան 10-րդ գլուխ, 2-ից 6 համարները։ Այստեղ գրված է. Դռնապանը նրա համար, բայց դռնովը մտնողը ոչխարների հովիվն է։ Դռնապանը նրա համար բաց է անում, եւ ոչխարները նրա ձայնը լսում են, եւ նա իր ոչխարներն իրենց անունովը կանչում է, եւ նրանց դուրս է հանում, եւ երբ որ իր ոչխարները դուրս է հանում, նրանց առաջից գնում է, եւ ոչխարները գնում են նրա հետևից, որովհետեւ նրա ձայնը ճանաչում են, Ուշադրություն դարձրեք ձայնի վրա, այնտեղ ձայնը լսում են, այստեղ էլ ձայնը ճանաչում են։ Բայց օտարի հետևից չեն գնում, այլ նրանից փախչում են, որովհետև օտարների ձայնը չեն ճանաչում։ Նորից խոսքը գնաց ձայնի մասին։ Ես կարծում եմ հնարավոր է եղբայրները այս օրինակը բերած լինեն, մի անգամ էլ լսեք։ Ուրեմն մի անգամ մի հատ ճանապարհորդ էդի լինում է Արաբիայում, արաբական երկրներից մեկում։ Այս ճանապարհորդը գնում է ճանապարհով, մեկ էլ տեսնում է, որ 3 ոչխարի հոտեր, սարի փեշին, տարբեր գյուղերի հոտեր են, իրանց 3 հովիվներով արածում են։ Հետո երբ որ գալիս է կեսօրվա ժամը, ոչխարները պիտի ջուր խմեն, այդ ոչխարները բոլորը միասին գալիս են ներքևում ավազան լինում, մի ավազան, ջուր խմելու տեղ, բոլորը գալիս են այդտեղ եւ 3 հոտերը խառնվում են իրար։ Այս ճանապարհորդը նայում ասում է, հետաքրքիր է, բա սրանք ո՞նց են այս հոտերը, ոչխարները իրարից բաժանելու, որ տանեն, հասցնեն տերերին։ Կանգնում նայում է, տեսնում է, որ երբ որ ոչխարները ջուրը խմում են, հովիվներից մեկը կանգնում է մի քիչ հետ եւ արաբերեն լեզվով ասում է մեխ, այսինքն եկեք իմ հետևից։ Եվ մի 200 ոչխար առանձնանում են եւ գնում են այս հովի հետևից։ Հետո այն կողմի վրա կանգնում է մյուս հովիվը, էլի իր ձայնով ասում է մեխ եւ մյուս 300 կամ չգիտեմ ինչքան ոչխարները գնում են նրա հետևից։
Մնում են մնացող ոչխարները, հետո էլ գնում են այն մյուս հովվի հետևից։ Մոտենում է, ասում է, այս ո՞նց եղավ։ Ասում է, մեր ոչխարները մեր ձայնը ճանաչում են։ Ասում է, լսի, հələ մի հատ կլինի ձեր այդ շորը, այդ փարաջան, այդ ձեռնափայտը գլխար կտակ, մի հատ ես էլ կանչեմ։ Ասում են, խնդրեմ, վերցրու կանչի։ Վերցնում է ու կանգնում է էլի մի թմբի վրա, կանչում է, ասում է, մեղմեղ։ Ոչխարները իրանց գլուխները բարձրացնում են, սենց նայում են, ոնց որ թե, հա, նման է իրանց հովիվն է, բայց նորից գլուխները կախում են եւ ոչ մի ոչխար տեղից չի շարժվում, որովհետեւ օտարի ձայն էր դա, նրանք տեղից չշարժվեցին։ Հիմա այս ճանապարհորդը հարց է տալիս, ասում է, եղբայր, իսկ լինում է, որ չեն լսում քո ձայնը, քո ոչխարներից, ասում է, ճիշտն ասած, լինում է տարին, երկու տարին մի անգամ մի քանի ոչխարներ լինում է, որ իմ ձայնը չեն լսում, բայց դրանք, ասում է, հիվանդ ոչխարներն են։ Սիրելիներ, դուք հոգևոր մարդիկ եք, մենք ոչխարների մասին չենք խոսում, մենք խոսում ենք մեր մասին։ Ես 15 տարի առաջ կամ չգիտեմ 17-18 տարի առաջ մի ընտանիք այցելեցի եւ տանտիրուհին մանկավարժ էր, հայ էր, իջևանցի էր, անունն էլ եմ հիշում, մանկավարժ էր, եւ երբ որ ես Հիսուս Քրիստոսի մասին խոսեցի, նա ինձ ասեց, Վարուժան, ստոպ, ել չխոսես, ես Հիսուսից շատ խիստ նեղացած եմ, ասի, ինչ ա եղել, Արմինե ջան, ինչ ես նեղացել, ասում է, բա որ ինքը Աստված է, մեզն չի ոչխարներ ասում, ասի, դե քույրիկ ջան, ինչ պատասխանեմ քեզ, դա խորհուրդ է։ Հիմա սիրելի քույրեր, եղբայրներ ջան, մարդը կարող է մոլորվել, հələ նայեք ուշադրություն դարձեք, ես որպեսզի երկար չլինի, գուցե այնտեղ ցույց կտան եղբայրները, հիշում եք, կարծեմ 22-րդ Սաղմոսում է, չէ, որ Դավիթն ասում է, Տերն է իմ հովիվը, 23, հա, ռուսերենի բանի հետ, հա, մի հատ պակաս, ռուսերեն խոսացել, հա, 20, հա, ուրեմն 23-ում է, 23-ում ուրեմն այսպես է ասում է, Տերն է իմ հովիվը, ոչ մի բանից կարոտություն չունեմ, նա ինձ հանդարտ ջրերի մոտ է տանում, ոչ մի բանից չեմ վախենա, թեկուզ մահվան շուքի ձորում լինեմ, չէ, այդպիսի խոսքեր է, չէ ասում։ Հələ նայեք, Դավիթն ասում է, Տերն է իմ հովիվը, լավ լսեք, մենք էլ եմ, չէ ասում, Տերն է մեր հովիվը։ Հետո շարունակում ասում է, մահվան շուքի ձորում էլ լսեմ, լինեմ, ես մահից չեմ վախենում, ինչ կանի ինձ մարդը։ Բայց մի անգամ տեսնում ենք, ես կբացեմ ուրեմն ավետարանը, ավելի շուտ հին ուխտում թագավորած, առաջի թագավորած 27-րդ գլխի առաջի համարից կարդում եմ, ինձ եւ քեզ համար։ Առաջի թագավորած 27-րդ գլուխ, առաջի երկու համարները կկարդամ, սիրելի քույրեր, եղբայրներ։ Եվ այստեղ գրված է. «Եվ Դավիթն իր սրտումն ասեց. Վերջապես ես մի օր Սավուղի ձեռքովը կորչելու եմ։ Ինձ համար փղշտացիների երկիրը փախչելուց լավը չկա, որ Սավուղը ինձանից հույսը կկտրի եւ ինձ այլևս Իսրայելի բոլոր սահմանների մեջ չի որոնիլ, այսպես նրա ձեռքիցը կազատվիմ։ Եվ Դավիթը վեր կացավ իր հետ եղող 600 մարդովը եւ անցավ գնաց Գեթի թագավոր Մաովքի որդի Անքուսի մոտ։ Տեսակ ինչ եղավ, սիրելիներ։ Մարդը, որն ասում էր Տերն իմ հովիվն է, մահվան շուքի ձորում էլ լսեմ, ոչ թե հովի ձայնը լսեց, այլ իր սրտին լսեց։ Տես ասում է, եւ Դավիթը իր սրտումն ասեց։ Այսինքն մարդը, ով ուզում է լինի, երբ որ հովի ձայնը չի լսում, նա անպայման պիտի մոլորվի։ Նա գնացել էր այնտեղ, արդեն իր զորքով, այդ 600 մարդով գալիս էր իր քույր եղբայրների վրա։ Մեր մեջ էլ կարա լինի։ Այն մարդը մեր մեջ, ով որ արդեն հովի ձայնը չի լսում, կլինի եղբայր, կլինի քույր, կուզենա Աստծուն ծառայություն մատուցել, մեզ կսկսեն հալածել, չարչարել եւ իրենց կթվա թե հովի ձայնը լսում են, բայց նրանք արդեն մոլորվել են։ Սիրելի քույրեր, եղբայրներ ջան, ես ուզում եմ ձեզ ասեմ, որ ընդհանրապես ցանկացած հովիվ, երկրավոր հովիվ, հիմա հովիվ,
պատասխանատվություն է կրում ոչխարների համար։ Ասենք հովիվը միշտ հոտի առաջից է գնում։ Ինչու է առաջից գնում։ Առաջից է գնում, որ տեղանքը ուսումնասիրի, որ այնտեղ գայլեր չլինեն, թունավոր խոտեր չլինեն, ճահիճներ չլինեն, որ վերջում այդ ոչխարներին տանի տուն հասցնի։ Հիմա տեսեք, ես մի թերթում գրել եմ, չգիտեմ, որտեղ է, ինչ քաղաք է, որ պետությունում է։ Ուրեմն հովիվը կամ վարսկան ալնում, կամ չգիտեմ ով ալնում, չի գնում ոչխարների առաջից, դե ոչխարները իրանք են գնում արդեն։ Երբ որ գնացել էին, ընկել էին այդ տարածքը, նրանք թունավոր խոտեր էին կերել եւ 300 գլուխ ոչխար սատկել էր։ Ես ոչխարների մասին չեմ ասում, սիրելիներ, ես մեր մասին եմ ասում։ Այն հոգիները, ովքեր այսօր թունավոր խոտեր են ուտում, անպայման պիտի ոչնչանան, կորչելու են, սիրելիներ։ Սա զրույց է ինձ համար եւ ձեզ համար։ Ես նույնիսկ ուզում եք պրակտիկ իմ կյանքից ասեմ։ Մեր գյուղում այդպես էր, հիշում եմ այդ թվականներին, ասենք 35 տարի առաջ, թեկուզ ես մանկավարժ էի, բայց մեզ էլ ունեինք ոնց որ մի քանի ոչխար, կինս էլ էր մանկավարժ, բայց մի քանի ոչխար ունեինք։ Դե հերթ էին անում, 2 ամիսը մեկ, ասենք պետք է քո հերթն անգնում, պետք է այդ ոչխարները տանես։ Ուրեմն այդ օրը չգիտեմ ում հերթն ա լինում, այդ հովիվը չէր գնացել։ Այդ հովիվը կամ չէր իմացել իր հերթն է։ Ոչխարները իրանց գլուխը վերցրել էին ու գնացել էին մեր այդ ջերմուկի սարերը արածելու։ Անցած անգամ երբ որ ջերմուկում քարոզում էինք, լուսամուտից այդ սարը երևում էր, այդ տեղանքները, Մարկոս եղբորը ցույց էի տալիս։ Ուրեմն երբ որ գնում են այնտեղ, երեկո եղավ, արևը մայր մտավ եւ ոչխարները չվերադարձան։ Հետո ժողովուրդը տրակտորներով, մեքենաներով, լապտերներով գնացին, գտան մի անտառի փեշին, ուրեմն մի հատ գայլ, ոչխարների կոկորտները բռնել, ծակել էր, վիրավորված։ Եվ ինքն էլ մի քոսոտ գայլ, որ սկի չես ուզի, ասենք նայես։ Եվ որոշները մնացել էին առողջ, ժողովուրդը վերջիվերջով բերան լցան գյուղի հրապարակը, որ եկեք ձեր մեռելները տարեք։ Բոլորները եկան, իրանց որը սատկած, որը կիսասատկած, իրանց ոչխարները տարան, սիրելիներ։ Ուրեմն սա ինչի համար ես ասեցի։ Առանց հովի ոչխարները գոյատևել չեն կարող։ Անպայման հոտին հովիվա պետք։ Եվ հիմա շարունակում եմ այս թեման մի փոքր էլ ասենք խորանանք։ Հիմա տեսեք։ Մովսեսը 40 տարի, երբ որ եգիպտական տնից դուրս եկավ Եգիպտոսից, գնաց ոչխարեր արածացնում։ Ես հարց եմ տալիս Աստծուն։ Ասում եմ Աստված ջան, լավ, այդ մարդը դուրս եկավ, միթե հնարավոր չէր, որ մի տարի, լավ 2 տարի թող այդ ոչխար արածեցներ, նոր հնարավոր չէ, ժողովուրդ ջան։ Մովսեսը այդ 40 տարվա ընթացքում սովորում էր ոչխարների բնությունը։ Երբ որ նա ոչխար էր արածացնում, ապրում էր ոչխարների հետ, այնտեղ ճանաչում էր ոչխարի բնությունը եւ ինքն էլ ունենում էր արդեն ոչխարի բնություն։ Ասենք տեսնում էր, էսի օծը կծած այս ոչխարը շատ արագ նա պետք է զանազանի հովիվը։ Ասենք օծը կծածին ինչ օգնություն ցույց պետք է տա, դանակով կտրի, արյունը մաքրի, չգիտեմ ինչ անի։ Այս մեկը, ասենք տզրուկները ուտում են այդ ոչխարին, նիհարում է, պետք է իմանա մաքրի այդ ոչխարին։ Այս մեկը գառա, հետ է մնում, այս մեկը ծեր է, չի կարողանում գնալ, ամեն մեկին հովիվը օգնություն է ցույց տալիս, սիրելի քույրեր եղբայրներ ջան։ Դա շատ լուրջ աշխատանք է։ Սա հոգևոր զրույց է, որ ես ձեզ հետ անում եմ, նորից եմ ասում, հոգևոր մարդիկ հիմա հասկանում են, թե խոսքը ինչի մասին է գնում, սիրելի քույրեր եղբայրներ ջան։ Ուրեմն պետք էր, որ Մովսեսը 40 տարի ոչխարների հետ ապրեր, ոչխարների բնությունը, հեզությունը, քաղցրությունը, դժվարությունները ճաշակեր, որ հետո կարողանար գնար Եգիպտոս եւ այդ 1.5 միլիոն կամ մեկն ասում է 3 միլիոն, ես չգիտեմ ինչքան ժողովուրդ ա եղել, որպեսզի կարողանար այդ ժողովրդին դուրս հաներ։ Եթե նա այնտեղ ոչխարների հետ այդ բնությունը ձեռք չբերեր, նա չէր կարող հանել, բոլորին սրիկ քաշեր, որտեվ
փարավոնական իր այդ բնությունը, աշխարհական այդ բարկությունը, չգիտեմ, այդ հրաման տալը, այդ բոլորը մնացած կլներ իր մեջ եւ ոչխարները տեղ չէին հասնի։ Դրա համար, սիրելի քույրեր, եղբայրներ ջան, պետք է մի կարևոր միտք ասեմ ձեզ, հիմա ուշադիր եղեք։ Երբ որ դուք, ես երկնքի հովվի ձայնը չեմ լսում, այս ներքևում ես որ գետնի վրա կա, այդ հովվի ձայնել չեմ լսելու, նրա ասածնել չեմ կատարելու, նրան չեմ ենթարկվելու, հակաճառելու եմ, դատելու եմ, դատապարտելու եմ, որովհետև ոչխարը թունավորվել է, ոչխարը դադարել է հովվի հովվապետի ձայնը լսելուց։ Եվ մեր աղոթքի նպատակը նա է լինելու, եթե մեզանից մեկը արդեն դադարել է հովվապետի ձայնը լսելուց, աղոթենք, որ նորից այդ ձայնը լսենք, ժողովուրդ ջան։ Տեսակ չէ, ես կարդացի 3 տեղ, ընդհանրապես կամ փոքր տեղ, ամեն տեղ Հիսուսը ասեց. «Իմ ձայնը լսում են, իմ ձայնը ճանաչում են եւ իմ հետևից գալիս են»։ Մի փոքր էլ կարելի է, չէ, Վարդակ եղբայր։ Հա, ձեր թույլտվությամբ, հա, որ էլի կանչեք էլի դրա համար եմ ասում, Վարդակ աղբեջան։ Այդտենց են սովորել, հա, կարճ ասում ես, ես լավ ալում, ասում են կարճ հասկացանք ինչա, բայց այնքան բան որ ասում ես չեն հիշում։ Ուրեմն լսեք ինչ եմ ասում։ Բա մոլորությունը որտեղից է գալիս։ Ուրեմն մոլորությունը գալիս է, սիրելի քույրեր, եղբայրներ ջան, նաև առանձնանալուց։ Մի օր, տես ես պրակտիկ բաներով, երբ որ այդ քարոզը մի, չգիտեմ, քանի ամիս առաջ բան էի անում, գրում էի թերթի վրա, ասում էի տերը տալիս է, գրեմ, որ հետո չմոռանամ։ Ուրեմն հիշեցի, էլի երիտասարդ տղա էի, վերադառնում էի անտառից, գալիս էի տուն։ Ու տեսա, որ արևը մայր է մտել եւ սարի փեշին, Մարկոս եղբորը ցույց եմ տվել այդ սարը, բարձր շիշ սարա։ Այդ սարի փեշին հովիվը չի նկատել, իր հոտից մի 5-6 ոչխարներ, այսպես առանձնացել են, հա, տենց էլ չգիտեմ ինչ են ասում դրան, տենց դեմքերով տենց կպել են իրար ու մնացել են այդ սարի փեշին։ Ու ես տեսա, որ արևը մայր է մտնում, հովիվն էլ տարավ, հոտը քշեց տարավ։ Ես վստահ եմ 90%-ով, որ այդ ոչխարները գալի բաժին դառան։ Սա էլի հոգևոր բան եմ ասում։ Այն խմբերը 10 հոգի կլինի, 8 հոգի կլինի, որոնք առանց հովի գիտության, առանց եղբայրներին տեղյակ պահելու, առանձին հավաքույթներ կազմակերպեն, ուզում են ասենք նոր բաներ անեն, որ զարմացնեն, չգիտեմ ինչ անեն, ուրեմն նրանք նույնպես դատապարտված են գայլի բաժին դառնելու։ Պահպանենք մեր անձերը, սիրելի քույրեր ջան, ես խնդրում, աղաչում եմ, եղբայրներ ջան, զգուշ ելնենք, որովհետև հովի ձայնը մենք պիտի լսենք։ Հիմա տեսեք մոլորության հաջորդ տարբերակը։ Ռուս եղբայրը զանգահարում եմ, 2 ամիսա չեմ տեսել։ Ասում եմ, բրատ Սաշա, ты где? Օ, բրատ Վարուժան, ասում է, նովի ցերկվ я нашел։ Նոր եկեղեցի եմ ճարել, ասում է։ Ես ինչ եղավ, որտեղ, հա, ասում է, այս կողքի քաղաքում ավելի մոտիկ է, բենզինը քիչ եմ ծախսում, երեխեք սնենց ուրախ են, որ ազատ խաղում են, ասում է, կինս շատ ուրախ, հետո կինը տեսել էի, բաներ արել, լավ նենց մազերը սիրուն կտրել էր, ես քան չէի ճանաչի, արդեն վերջը։ Հիմա ասում է, այ որ գալիս ենք ձեր մոտ, ոնց որ մի քիչ խիստ է, էլի ասենք, մի քիչ խիստ եք անում, մի քիչ բան անում, բայց ստե ինքան լավ է, որ բրատ Վարուժան, ասեցի եղբայր ջան, այդ քեզով այդ մասին ասել, որ գնացել ես դե։ Ասեց մեր կողքի հարևանը չէ, այն մյուս հարևան մի հատ կին էր։ Ասեց Սաշա, ինչ ես այդքան գնում հասնում, դե արիստե տեսիշ լավ եկեղեցի կա։ Գնաց այդ եկեղեցին։ Մինչև հիմա ես փորձում եմ աշխատանք տանեմ, որ հետ գան, առայժմ չի ստացվում։ Հիմա տեսեք ինչ եմ ասում։ Ասեցի եղբայր ջան, դու կարդացել ես Ավետարանը Մատթեոսի։ Ասեց որ մասը, ասի հիմա բացեմ կարդամ, տես որ մասը։ Ուրեմն սիրելի քույրեր, ես իրան կարդացի Մատթեոսի Ավետարանից։ Հիշում եք այդ տեղը, բոլորդ հիշում եք, ինձանից լավ եք հիշում, հաստատ։ Ուրեմն 24-րդ գլուխը, որ Հիսուսը դուրս եկած գնում էր տաճարից, չէ, աշակերտները ասան իշքար էր, բան, հետո աշխարհի վերջը։ Ասիր մեզ, երբ է լինելու աշխարհի վերջը։ Հիսուսը առաջինը ինչ ասեց, տեսեք ինչ ասեց, 4-րդ խոսքը, 24:4, ասիր մեզ այդ երբ կլինի
եւ իշ կլինի քո գալստյան եւ աշխարհիս վերջի նշանը։ Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նրանց. զգուշ կացեք, որ մեկը ձեզ չխաբե, որովհետեւ շատերը կգան իմ անունով եւ կասեն. ես եմ Քրիստոսը եւ շատերին կմոլորեցնեն։ Ոչխարը մոլորվեց, ժողովուրդ ջան։ Այս ոչխարը իր հետ էլ իր փոքրիկները կինը մոլորվեցին, որովհետև լսեցին այդ կնոջը եւ գնացին, ասենք, ուրիշ եկեղեցի սիրելիներ։ Սա արդեն նշան է, ազդանշան է, որից մենք պետք է ես էլ դուք էլ, ասենք, պետք է ձգտենք անպայման զգուշանալ։ Ես ձեզ մի բան էլ ասեմ։ Ուրեմն գիտականորեն ապացուցված է, որ ձին 1000 կիլոմետրի վրա որ տանես բաց թողնես, նորից գալիս է իր տիրոջ գտնում է։ Մեր Հայաստանը ես հանրագիտարանում այն ժամանակ շատ էի նայում։ Իշքան գիտեմ Մեղրից մինչև Ալավերդինա, չէ՞ վերջի։ Նոյեմբերյան։ Մինչև ուրեմն այդ Հայաստանի այդ երկարությամբ էլի 1000 կիլոմետր է, ժողովուրդ ջան։ Հիմա մի հատ ձի որ տանենք Մեղրի թողենք, գալու է այս իր տիրոջը գտնի։ Աղավնին նույն բնությունն ունի։ Աղավնին, որ ասենք հիմա Կիրովականից տանեք սպիտակ կամ չգիտեմ ուր տանեք, նա անպայման գալիս է, չէ՞, նա եղբայրները հաստատում են, որ անպայման գալու է գտնի, հա՞։ Գալիս են, չէ՞։ Հա։ Հա, ավելի հեռվից կգան։ Հա։ Հա։ Ուրեմն ավելի հեռվից գալիս են։ Շներն էլ են այտենց, շուտ գտնում են։ Կատուները չեմ անում, մի քիչ կարճ վերջը գալիս են ոցորթե։ Բայց ոչխարը չի գալիս։ Ոչխարը հնարավոր է 20-50 մետրից մոլորվի։ Ես հիշում եմ, երբ որ իմ ծնողները կենթանի էին, ես էլ փոքր տղա էի, վերջի եղբայրներ ունեի, ասում էին՝ շուտ արեք, երեխեք, վեր կացեք, ոչխարի ժամը գալիս է, ոչխարները ուրիշի գոմ են գնալու։ Այդպես է, եղբայր ջան, այդպես է։ Եվ իրոք, երբ որ ալարում էինք, չեն գնում, ընկնում էինք, ձեր գոմը ոչխար եկել է, ձեր գոմը ոչխար եկել է։ Եվ հազիվ կամ գտնում էինք, կամ էլ գայլի բաժին էր դառնում։ Կներեք, որ թույլ են տվել մի քիչ էլ ասեմ, ուրեմն մի օր մեր գառը կորում է, իմ հայրը, տես երբ նոր սա հոգևոր բան է, չիմանաք սենց գառների կամ մեր մասին են պատմում։ Դուք լավ հասկանում եք ինչ եմ, ես տեսնում եմ հայացներից լավ էլ հասկանում ենք իրար։ Ուրեմն հայրս ընկնում է մանա գալի։ Հələ այն ժամանակ մեր նոր գյուղը չէր, կվարտիրաներ չէր էլի, որ պետությունը սարքեր, դե տներ էր, սովորական տներ։ Դե ամբողջ փողոցով գնում է, գալիս է, գնում է, գալիս է, չկա էլի այդ գառը չկա, մի հատ լավ գառ ալնում։ Մեկ էլ մի հատ տաքսու վարորդ կար, իր տունը տեղ էր, ես լավ հիշում եմ։ Մեկ էլ ուրեմն ինչ է տեղի ունենեմ, երբ որ հայրս աշկա գցում, տենում է այդտեղ լավ քեֆ են անում, սեղան գցած, վերջը էլի այդ մարդիկ իրանց ազգով, ցեղով, շուռ են գալիս, ասում են, Սերոժ, այդ ինչ ես ման գալի։ Դե ասում է, մեր գառը կորել է, ման եմ գալի։ Ասում են, արի մի կտոր հասկեր բան արա։ Գալիս անստում է մի կտոր հաց ուտում, ասում է, այդ գառը նման մի արի, ասում է։ Այդ գառը էս է, դրա սեղանին ուտում խնում քեֆ ենք արում։ Գայլի բաժին դառավ, Ժողովուրդ ջան, մեկ էլ մարդու բաժին է դառնում։ Զգուշ եղեք, որ ես էլ դու էլ նաև մարդու բաժին չդառնանք։ Միայն տիրոջ բաժինը դառնանք, ասենք փառք ես Տեր։ Մենք տիրոջ բաժինն ենք, Տերն է մեր բաժինը, փառավորվի նրա անունը, սիրելի քույրեր, եղբայրներ ջան, եւ ես ուզում եմ այդպես ուրախ նոտայով ավարտեմ սա այս թեման ուրախ նոտայով, ընդհանրապես որ քարոզենք, վերջում լավ բան ասենք, որ տխուր չգնանք, էլ այստեղից, որ հո ինչա բոլորսելով գալի բաժին չենք դառնալու։ Հիմա տեսեք ինչ եմ ասում։ Երբ որ մարտունիում այս թեման խոսում էինք, Մարկոսի հետ հյուր էինք այնտեղ խոսում էինք մի շաբաթ 10 օր առաջ, ուրեմն Մելիք եղբայրը վեր կացավ ու պատմեց իր տեսիլքը։ Այս թեման խոսելուց հետո ինքը վեր կացավ։ Ասեց ես տեսա, որ հովիվ եմ, հովվական շորերով կանգնել եմ եւ ուրեմն արածեցնում եմ ոչխարները։ Ու մեկ էլ ասում է հանկարծ տեսա հերվից մի ուրիշ ոչխարի հոտ ուրիշ տեղից, ընդհանրապես ուրիշ ոչխարներին, արագ վազելով եկան, որ խառնվեն մեր հոտին, ասում է, որ գալիս էին, ասում է ես ուշադիր նայեցի, մեր ոչխարներից էլ ասում է մի 10 քանի ոչխար, գլուխները բարձրացրան, իրանք էլ ուզում էին գնային խառնվեին այդ հոտին, բայց ասում է
չհասցրեցին, որովհետև ես վազեցի դրանց արանքը, որ չթողնեմ, ու երկնքից ասма ցանկապատը իջավ եւ ծածկեց այս երկու հոտերին։ Բայց ասма մեկ էլ տեսա մի քանի գառներ, ասма սպիտակ բուրդով գեղեցիկ գառներ էին, ասма ստեղ ասма արածում էին, բայց ջուրը որ խմում էին կոյուղի ջրեր էր, ասма գետնի տակից այս կեղտոտ ջրեր էր, կանալիզացիայի ջրեր էր դուրս գալի։ Եվ այդ գառները խմում էին այդ ջրից։ Եվ ասма հանկարծ տեսա շատ զազրելի դեմքով մի, չգիտեմ, ասма քանի գայլեր եկան մոտեցան այդ սպիտակ գառներին, չգիտեմ 10 գառեր, 7 գառեր, 15-ներ, ասма անենց կերան դրանց մի հատ մաս չմնաց։ Մենք հասկացանք սիրելիներ ինչի մասն է խոսքը։ Կեղտոտ ջրերից բերեք չօգտվենք, որովհետև կեղտոտ ջրերը դե ոչխարը ընդհանրապես երբ է սատկում։ Երբ որ թունավոր բաներ է ուտում, մեկ էլ երբ որ ընդհանրապես չի կերակրվում։ Ասենք ոչխարին դե բերեք մի քանի օր կերակուր չտանք, կնիհարի եւ պետք է մորթես կամ էլ պիտի սատկի սիրելիներ։ Ես ուզում եմ ավարտեմ, ուրեմն կարդալու եմ Հովհաննես առաքյալի նույն գլխից ուրախացնող համարները։ Ինձ եւ քեզ համար, որ ուրախ ավարտենք այս զրույցը։ Ուրեմն Հիսուսը տեսեք վերջում ինչ ասեք։ Հիշում եք, երբ որ Սողոմոնի տաճարի մեջ հրեաները շրջապատեցին նրան եւ ասեցին. «Դե հիմա ասին ինչ ես թողնում մեզ այս վիճակի մեջ»։ Ասում է Հիսուսը ման էր գալիս տաճարի մեջ 23-ում։ Սողոմոնի հրեաները նրան շրջապատեցին եւ ասեցին նրան. «Մինչեւ երբ ես պահում մեր հոգիները տարակուսանքի մեջ։ Եթե դու ես Քրիստոսը, համարձակ ասիր մեզ»։ Հիսուսը պատասխանեց նրանց. «Ասեցի ձեզ եւ չեք հավատում։ Այն գործերը, որ իմ հոր անունով գործում եմ, նրանք վկայում են ինձ համար, բայց դուք չեք հավատում», ուշադիր լսեք, «բայց դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարներիցը չեք։ Իմ ոչխարները ինչպես որ ասեցի ձեզ, իմ ոչխարները իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց, եւ իմ հետևից գալիս են, եւ ես հավիտենական կյանք եմ տալիս նրանց, եւ նրանք հավիտյան չեն կորչի, եւ ոչով չի հափշտակի նրանց իմ ձեռիցը»։ Փառք Աստծուն, որ մենք Տիրոջ ոչխարներն ենք, ժողովուրդ ջան։ Ամեն մարդ թող իր սրտում ուրախանա, ասի փառք ես Տեր, որ ես քո ոչխարն եմ, որ ես քո ձայնը լսում եմ, քո հետևից էլ գալիս եմ, եւ ոչ ոք ինչ չի հափշտակելու, որտեվ դու ինչ ճանաչում ես, ես էլ քեզ եմ ճանաչում։ Փառք Տիրոջը, ամեն կանգնենք աղոթքի, սիրելիներ, փառք Տիրոջը։